Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր արձանագրեցինք ֆիասկո Փաշինյանի քաղաքական հերթական ակցիայում, որը դե գիտեք տեղի ունենում Հովանավանքում։ Ինչու եմ ասում քաղաքական, որտեղ այն հալալ քաղաքական ակցիա է, եւ մի խաբվեք, որ խոսում են, որ մենք ուզում ենք հոգեվոր նորոգում անցնենք, նորոգենք ձեր հոգիները։ Մտամ 3 կրմիչկա նորոգել են, մնացել է մեր հոգիները նորոգեն։ Եկեղեցին նորոգենք, մաքրենք, փրկենք ձեզ, տանենք ձեզ դրախտ, ժողովուրդ Նիկոլ ուզում է ձեզ տանի դրախտ, պատկերացնում եք, Նիկոլը ուզում է ժողովրդին տանի դրախտ։ Լավ։ Հիմա ուզում եմ ապացուցեմ, թե ինչի ասա քաղաքական ակցիա, որ հանկարծ ոչ մի այն բանը ոնց չգիտեմ, ինչ բան, կռուտիտներ բաներ չանեք, էլի, չպտտեք, լավ հայերեն ոնց թարգմանենք կռուտիտը, չմանիպուլացնեք, էլի, հա, իմանայք, ոնց է սա քաղաքական ակցիա։ Ես ձեզ ցույց եմ տալիս, ապացույց, որ սա ամբողջությամբ քաղաքական է։ Այդպիսի պլան ունեն իշխանությունները եւ խնդրում եմ պարոն Փաշինյան կոնկրետ նշել, բռնություն լինելու է թե չէ այդ օրը, որովհետեւ մի դեպք արդեն արձանագրվել է կաթողիկոսարանում, երբ որ Աջապահյանի հետևից ԱԱՑ-ներ գնացել։ Մենք որ Սերժ Սարգսյանին հեռացրել ենք բռնություն եղել, հա։ Այդ ո՞նց կլինի, որ ընդդիմություն լինելով երկրի գործող ղեկավարին հեռացնենք առանց բռնության, հիմա երկրի կառավարման մանդատը ունենալով Պատրիչ Ներսիսյանին չեն կարող հեռացնել առանց բռնության։ Այլ բան, որ ասում եմ, դա շատ նուրբ հարց է։ Հիմա ասելի հայրենակիցներ, երկու հանգամանքի վրա եմ ուզում կենտրոնանանք։ Առաջինը, որ Փաշինյանը հստակ լրագրողի հարցինի պատասխան, որ հարցը բռնության մասին է, որ գնալու եք Վեհրանի վրա, կարող բռնություն կիրառեք, բան ինքն ասում է, Ժողովուրդ ջան, Սերժ Սարգսյանին որ հեռացրել ենք, բռնություն եղել է, բռնություն չենք կիրառել։ Այդ դեպքում մենք ընդդիմություն ենք եղել։ Նախ սկսեմ ընդդեղից, որ ընդդիմությունը չի կարող բռնություն կիրառել։ Բռնության գործիքները, բռնության ապարատը, բռնության օրենքով սահմանված լիազորությունները, որը միշտ անցնում է բնականաբար նաև այս նման իրավիճակներում, գտնվում է իշխանության ձեռքին։ Այսինքն դա պետաիշխանական լծակ է։ Բռնություն կիրառելու մոնոպոլիան պետության ձեռքին է, տվյալ պարագայում իշխանության։ Հետո որ համեմատել ընդդիմադիր ակցիան, մերժենք Սերժին, հեղափոխություն եւ Սերժը մերժում հրաժարական է տալիս, դա բանը, որ այդ ժամանակ դե բռնություն չի եղել, հիմա է չի լինի, բան, այս մի դրվագ է, որ բացահայտում է չիմացությունը, Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, էլի, որ ընդդիմությունը մի բան է, իշխանությունը մի բան է։ Ինքը դեռ չի հասկանում, որ ինքը իշխանություն է, կամ հասկանում է մանիպուլացնում է, երկու տարբերակ կա։ Այսինքն համեմատել իշխանություն ընդդիմություն բացարձակապես անհամեմատելի է, այս մեկ, երկրորդը։ Ինչու ասա քաղաքական։ Սերժ Սարգսյանին մերժելը դա քաղաքական process էր։ Որ Սերժ Սարգսյանը ասել էր, որ ես 3-րդ ժամկետ չեմ լինելու, հետո եկավ առաջադրվեց, վարչապետ ընտրվեց 3-րդ ժամկետ երկրի ղեկավար դարձավ, եւ իր խոստումը դրժել էր, ժողովուրդը ոտքի կանգնեց, Նիկոլ Փաշինյանն առաջնորդում էր եւ տեղի ունեցավ այն ինչ որ դուք տեսել եք, բոլորս տեսել եք, ինչա տեղի ունեցել։ Հիմա համեմատել Սերժ Սարգսյանին հեռացնելը հայ առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդին, տվյալ պարագայում կաթողիկոսին հեռացնելու հետ, բացարձակապես ոչ մի աղերս չունի։ Այսինքն նա քաղաքական ակցիա եղել։ Պարզվում է Փաշինյանի մտքում եւ այդպես էլ կա բացահայտված արդեն սա, այսինքն որ որևէ այլ բան ասեն, որ ձեր հոգին գալիս ենք նորոգենք, ձեզ եկել ենք դրախտ տանենք, ախպեր, եկել ենք ձեզ տանենք դրախտ, խիչ եք գալիս Հովանավանք, այ դուք այդ վաղ իմացեք, որ դա խապ կանգած քաղաքական ակցիա։ Իսկ ժողովուրդը հասկացել է, որ սա քաղաքական ակցիա է, որ կարող է նաև այդտեղ քաղաքական ակցիան մի կողմ, բայց նաև կարող մեղքի մեջ ընկնես, որտեղ Փաշինյանը կա այսօր եկուս չկա հիմա, գնաս 1700-ամյա կառույցի դեմ պայքարես, որ ինչ անես։ Ընդ որում ասենք, չգիտեմ, կարող է չէ լինել, ասենք, կարգալույց Արաստեր Արամը, պարզել մի խոնար, չափված, ձևված, սակավախոս, մի հավատավոր մարդ, չէ՞։ Բայց ինչքան այդ մարդը ինտերվյու է տալիս, այնքան ինքը բացահայտում է քաղաքական ակտիվիստ է։ Ինքը քաղաքական ակտիվիստ է, որ 21 թվին ասում այն տարել են զորով ցույցերի։ Բայց այդ վաղ քիչ է եղել ասուլիս արի, ասե, տանում են զորով ցույցերի։ Թե այն ժամանակ մտածել ես որ քեզ տանում են զորով ցույցերի, այդ ժամանակ իշխանությունը թույլ էր, դու այդ թևից էիր։ Հիմա իշխանությունը քու պատկերացմամբ ուժեղ է, պայքարում է եկեղեցու դեմ, դու ես եկել ասում ես, 21 թվին բան, ու դու ես այս կողմից ուզում ես պայքարես, որ ինչ որ, այսինքն սա հոգևոր, Աստված Չեմ ասած ինչում գրած է, չէ, Աստծո անունը տեղի մի տվեք։ Մեռան Աստծո անունը տալով ինչ ասես անելով։ Ասма, այս ոստիկաններին ով է բերել կարգահարույց արված քահանային են հարցնում, որ այլևս քահանա չի, ասма Աստված է բերել։ Հա, ժողովուրդ ջան, ախր հիմա այս ինչի համար ենք խոսում։ Խոսում ենք հետեւյալի համար, որ տեսակ դուք ինչքան քիչ մարդ է գնացել, գրեթե, չգիտեմ, 90 չգիտեմ քանի տոկոսը պետական պաշտոնյա, մնացածը
քաղաքացիական հագուստով համազգեստով, քաղաքացիական հագուստով, առանց համազգեստի ոստիկաններ, հատուկ ծառայությունների աշխատողներ, այսինքն Փաշինյանի այս ակցիան չունի ժողովրդական աջակցություն, ինչքան է ժողովուրդը խնդիրներ տեսնի, կաթողիկոսին չհավանի, ես շատ գիտեմ սրան նրան, հավատա որ ընդեր էս եղենակ է, չի աջակցում ձեզ։ Այս process-ում դուք չունեք աջակցություն։ Դուք ֆիասկոյի եք մատնված, որովհետև նախ ձեզ բացահայտել եք ստեղ, որ սա քաղաքական ակցիա է, համեմատում եք Սերժ Սարգսյանին հեռացնելու հետ, եւ երկրորդը ուզում եք ասել, որ բռնություն չեք կիրառելու, որովհետեւ դուք ընդդիմության ժամանակ չեք կիրառել, ընդդիմության ժամանակ բռնության գործիք չեք ունեցել, որովհետեւ ես էլ եմ եղել, ընդդիմությունը բռնության գործիք չի ունենում, իսկ այսօր դուք բռնություն կիրառել եք, կիրառում եք, որովհետեւ 3 arczepiskopos գտնվում են բանտերում, դա բռնության գործիք է մարդուն կալանավորելը։ Ընդ որում որ շմիացնում են էին փորձում բռնություն կիրառել, չնայած քեսից ոստիկանները չէին գործում արդեն, եւ այդտեղ Փաշինյանը հասկացավ հետ կանչեց զորքերը, էլի, այտենց այդ դեպքերից որ ինքը զադնի ա դնում։ Բայց բռնության գործիքը դու արդեն կիրառել ես։ Հիմա ինչ եք ելել մարդկանց խափում եք այդ պատմում։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր տեսա, որ անցած Կիրակի օրվանից այսօր բավականին մարդիկ սկսել են ավելի, չեմ, ինձ են լսում են, մյուսներին են լսում, մարդիկ լսում են, իրանք են կարդում, իրանք են խոհանում, հասկանում են, որ ասա կեղծիք է։ Սա ոչ լեգիտիմ process է։ Հոգեորականներն ասում են պղծություն է։ Ամեն տարբեր գնահատականներ կան, ես քաղաքական գործիչ չեմ, ես հոգեորական չեմ։ Ես իրավաբանորեն քաղաքական գնահատականը տվել եմ նախորդ տեսանյութի մեջ։ Եվ ես ձեզ ասում եմ, Ժորժ ջան, սա քաղաքական ակցիա է, որը չպիտի ժողովրդական աջակցություն ունենա, բացարձակապես չպիտի ժողովրդական աջակցություն ունենա, եւ պետքա մերժվի այս ակցիայի ամբողջ իրականացումը։ Եվ այսօր ես արձանագրում եմ, որ այն մերժվեց մեր ժողովրդի կողմից, որովհետեւ վերցրեք նայեք տեսանյութերը, տեսեք որքան մարդ է գնացել, իրանք մերժված են, մերժվել են, որովհետեւ այն ժամանակվա պես որ ոնց հազարավոր մարդիկ լցվեին փողոցները գնային ասեն, այո, բան, ճիշտ է, բան, ուզում եմ ձեր հոգիները նորոգեմ, հոգևոր նորոգում ասամ։ Դու Գաբրիել հրեշտակապետն ես, դու ով ես որ մեր հոգիները որ նորոգես։ Գծեր գործերով զբաղվեք։ Ասենք երկրում կարա մի քանի անգամ ավել ասֆալտ արվի, բայց չի արվում, ինչի որտեղ այդ փողերը անարդյունավետ ծախսում է տարբեր այլ հիմար ծրագրերի վրա պետական։ Եվ ոստիկանության թիվը աճեցնելու եւ այլն, որի մասին խոսենք առանձին։ Իսկ սիրելի հայրենակիցներ, մեզ բոլորից լավ կիրակի, լավ մնացեք։ Տեսանյութը դիտելուց տարածեք, փոխանցեք ձեր ընկերներին, միացեք մեր YouTube-ի ալիքին եւ ասում եմ էլի, շատ բարդ ժամանակներ ենք ապրում, բայց այտենց լույսը երևում է, այտենց հունիսի կողմ այդ լույսը բացվելու է, ընտրություններով այս իշխանությունը մերժվելու է, ոնց որ այսօր մերժվել է Հովանա վանքում։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։